Բարև ձեզ, Փաստիքների եթերում հարցազրույցն է տաղավարում, ես այսօր զրուցելու եմ Հայաստան դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ։ Պարոն Մանուկյան, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Ես եմ շնորհակալ իմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, այն, որ ընտրություններից հետո ռեպրեսիաներ լինելու են, այդ մասին ուղիղ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը դեռ քարոզարշավի ընթացքում։ Երևի թե համայնք կամ, չգիտեմ, գյուղ չկար, որտեղ մտնելուց ինքը չէր ասում, թե ինչ է անելու։ Եվ ըստ էության անում է։ Հիմա անում է։ Այստեղ թերևս գլխավոր հարցն այն է, թե հակազդելու ինչ մեխանիզմներ կամ ինչ ճանապարհներ է տեսնում ընդդիմությունը կամ ինչ քայլերի է պատրաստվում։ Տեսեք, նախ ես մի փոքր, եթե կարելի է վերախմբագրեմ ձեր խոսքը, որ ինքը ասում է ինչ ասել է անում է, բայց այնուամենայնիվ, եթե մարդ հաղթում է, հաղթելուց հետո հաղթած մարդը հաղթական կեցվածք է ունենում։ Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ ընտրությունները կեղծել է, ինքը լեգիտիմ ընտրված չի, ինքը շատ լավ հասկանում է, որ ժողովուրդը իրան ձայն չի տվել, ու այս կեղծիքների արդյունքում ընտրվելուց հետո ինքը անցել է ագրեսիվության։ Ինչու համար, որովհետև բոլոր իր դեմ պայքարող օջախները ինքը ուզում է ուղղակի ոչնչացնի։ Այսինքն ինքը ինչ խոսք էր տվել, որ ապօրինություններ է անելու, ինքը խոսք էր տվել, որ մարդկանց, այսինքն ով մի հատ թուբար կարող է ասի բռնի ձերբակալի բոլորին, այո, ինքը ասել է ինքը խոստացել էր, որ ունեզրկելու է։ Եվ հիմա ըստ էության մենք Գագիկ Ծառուկյանի դեմ տեսնում ենք իր խոստման գոնե փորձը իրականացնելու։ Տեսեք, ունեզրկել ասածը դա ես չեմ կարողանում հասկանալ ինչ տերմին է 21-րդ դարում, որովհետև մարդու աշխատած ստեղծած է կլինի Գագիկ Ծառուկյանը, Պողոսը, վաղը ես կամ դուք, այսինքն այդ տրամաբանությունը անհասկանալի է, անընդունելի է։ Եթե կա մեր երկրում մարդ, ով ապօրինի բան արել, կա մեր երկրում մարդ, ով թալանել է, թալանը գնային հետ բերեն։ 8 տարի իշխանության են, 8 տարվա մեջ իրանք չենք տեսել, որ օրինակ բերեն ասեն մեկից $100 միլիոն հետ ենք բերել, մեկից $50 միլիոն հետ ենք բերել։ Դրա փոխարեն տեսել ենք 25 միլիարդ անիվի փողերն են կերել։ Դրա փոխարեն մենք տեսել ենք, որ ինչ որ անհասկանալի զենքեր էին արել, որ ասում են կրակումը չի կրակում կամ էս անում, այն անում։ Մենք տեսել ենք, որ նույն իր վարչապետ եղած տարիներին պաշտպանության նախարարը մեղադրվում է մեծ կոռուպցիոն, չգիտեմ, ինչ որ գնումների կամ մյուսի մեջ, բայց դրա պատասխանատուն ուղիղ ինքն է, հետել է դե գործ սարքել ինքը։ Պարոն Մանուկյան, կներեք, ասում եք ոչինչ հետ չի վերել, բայց հատիկ շարք ունի եւ համայնքային ինչ որ հողեր, այս հողը վերադարձրինք, այն վերադարձրինք, այսքան գումար էս մեկից, այնքան գումար այն մյուսից։ Գիտեք, երբ որ ինքը ասում է 2004 թվականի Range Rover-ը հետ են վերադարձել, որի շուկայական արժեքը միգուցե $10,000 լինի, այսինքն ինչ միջև այդ որ ասում եք մեր երկրում միլիարդներ են թալանել, տարե բյուջեի մեծ մասը գողացել տարել են, ստացվում է որ այդ տարիների հանրագումարը գումարում ենք մոտավորապես չգիտեմ 20-30 միլիարդ դոլար փող էին թալանել մեր երկրից, ուր այդ փողը խի հետ չես բերում Նիկոլ Փաշինյանի այդ փողը, երկու տարբերակ է, կամ սկզբից մարդկանց այդ փայ պայմանավորվեցին, բերեցին ջեբդ 2 կոպեկ փող դրեցին, դու պայմանավորվեցիր կամ հակառակը, այդքան մեծ թալանչիություն չի եղել։ Մյուզում հասկանամ, իսկ եթե երրորդ տարբերակն որ դու ցույց ես տալիս 8 տարվա կառավարման արդյունքում դու չկարողացար թալանը հետ բերել, ուրեմն ներողություն խնդրի Ռադոտ Քաշի գնա այս երկրից։ Ես շատ հստակ ասում, ով թալանել է, իր թալանածը հետ պիտի բերի, հետ տա ժողովրդին։ Իսկ դրանում երկրորդ կարծիք չկա, բայց ես չեմ ընդունում, որ մարդկանց կարած դու ապօրինի ձևով էդի անես, մարդկանց տանես կալանքի կամ չգիտեմ, ինչ-որ մի բան հարուցես կամ կոմպրոմատներ կամ ցանկացած սրիկայություն անես, որ մարդկանց ձեռից մի բան խլես կամ չոր ասես խլում եմ, վռնդում եմ քեզ, էս եմ անում, այն եմ անում։ Ու եվրոպացիներն ջայլամային քաղաքականություն, չնայած երեք մենք տեսանք, որ թուրք իր աղբերը պայմանավորվում էին կաթողիկոսի դեմ, տենց է չերկես կառավարությունը իմիջայլոց կամ հակառակ մի հատ կարծիք արտահայտել, ուստի հանրային ընկալման մեջ, նաև իմ ընկալման մեջ մնաց այնպես, որ իրոք հնարավոր էր, որ Նիկոլ Փաշինյանը հետ իրանք զանգում պայմանավորվում են, որ կաթողիկոսի դեմ ինչ-որ արշավ անեն, ու ամենացավալին էր, որ թուրք գործ գերոջ հետ, իր թուրք աղբոր հետ էր ինքը այդ ամբողջը անում, այդ ամենամեծ ցավը հասկանում եք, ու եվրոպացիք էլ ասում են ջանդ սաղալն ինչ ուզում ես արա, դու մեր ասածն արա, ինչ ուզում ես արա, ստեղ ստացվում է, որ ով է տուժում, միայն ու միայն տուժում է հայ ժողովուրդը, այսինքն ինքը պայքարում է հայ ժողովրդի Հայաստանի դեմ։ Հիմա կուզեի այնուամենայնիվ անդրադառնանք, թե ընդդիմությունը ինչ քայլեր է տեսնում, ինչ է անելու, հակազդեցության որևէ տարբերակ կա, տեսնում եք, թե ոչ։ Տեսեք, իմ պատկերացմամբ կան խնդիրներ, որոնք որ
շուտով ի հայտ են գալու, դրանք որոնք են առաջինը, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է Ալիևի պահանջը կատարել, սահմանադրական փոփոխություններ կատարել։ Դրա համար խիստ կարևոր է, որպեսզի ազգային ժողովում ինքը չունենար 2/3-ը։ Այսինքն առաջի քայլը որ կա, փորձես կանխել դա։ Երկրորդը պայքարես ու ժողովուրդը պայքարի իր ինքնության համար։ Այսինքն սահմանադրության փոփոխությունը դա ուղղակի ինչ որ մի հատ ձևական բան չի։ Ինքը ուզում է ուղղակի Հայաստանի Հանրապետության, Երրորդ Հանրապետության էջը փակի։ Միգուցե վաղն էլ ասի վիլայեթ ենք դառնում, ավելի լավ են, կամ վերջում ժամանակին Էլի Քոհենը հայտնի հրեա լրտեսը Սիրիայում, որը մինչև պաշտպանության փոխնախարար դարձավ եւ կարող էր նախագահ դառնալ, վաղը միշտ պատկերացնում եմ մի օր Նիկոլ Փաշինյանի մասին այնտես կինո նկարելու, որ ինքն էլ եղել է Թուրքիայի այդ շպիոնը։ Հասկանում եք, այն ինչ այսօրվա քաղաքաիշխանությունն անում է, այն ինչ անում է, դա կաներ միայն ու միայն դա իմ գնահատականն է։ Թուրքիայի ագենտը, շպիոնը։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե ոնց կարող է մեր երկրի ղեկավարը ոչ մեր շահերին բխող նմանատիպ քայլեր անել։ Եվ նորից եմ կրկնում, այսօր Նիկոլ Փաշինյանից լավ ոչ մեկ Թուրքիային չի ծառայում։ Այստեղ երկու խնդիր է, կամ այս մարդը իր իշխանությունն է փամում, դրա համար ամեն պահանջ կատարում է, կամ ինչ որ մի ձևով տես կոմպրոմատներով կամ իրենց այդ աշխատանքը տանում Թուրքիայի հետ։ Ուրիշ բացատրություն սրա չկա։ Առաջինը դա սահմանադրության փոփոխության ժամանակ, որ պայքարը մղելու ես, ու այս ակնկալում եմ տեսնում, որ ժողովուրդն նորից փողոց դուրս կգա ու պիտի համատեղվի ազգային ժողով, փողոցային պայքար։ Երկրորդ խնդիրը որ կա, ես ռեալ տեսնում եմ տնտեսական, սոցիալական բունտը, որը որ հասունանում է։ Մի քանի օր առաջ ատոմակայանն արդեն 2.5 դրամ թանկացրել է հոսանքը, բայց դա այս փուլում սպառողի վրա չի անդրադառնում, որովհետև այդ բեռը գցել են օպերատորների վրա իրանք, որպեսզի այս մի տարին հաղթահարեն։ Մեծ ներդրում կա բեցում, հեծում, դրան գումարած է գազի թանկացման վտանգը կա։ Այս ժամանակ էլեկտրիկ Երևանի ժամանակ իրանք նույն այդ այսօրվա իշխանավորները փողոց էին դուրս գալիս, հիմա այդ նույն խնդիրն է։ Դրան գումարած իրանց այս հիմար կառավարման արդյունքում հարաբերությունները փչացնել քո բնական դաշնակցի Ռուսաստանի հետ։ Այստեղ պետք չի որ դու լինես ռուսամետ, արևմտամետ, դու պետք է լինես հայամետ, դու պետք է լինես քո ժողովրդի հետ, քո ժողովրդի կողքին։ Քո ժողովրդի շահերն ինչ անում։ Okay, գնացել ես Եվրոպա, գլուխդ քային ես տվել, ես դե պատին ես տվել, լավ ես արել, մի արի դու էլ քո ձեռնը բռնենք ու եվրոպացիքի մոտ գնանք, ասենք դե ալտերնատիվի հարցը լուծեք։ Այդ կապիկությունը, որ մի զամբյուղ ծիրան տանում են, ընդ ջեմ են եփում, բան են անում, չի անցնում։ Այս տարի իրանց բախտից մի քիչ ծիրանը քիչ էր, կամ մնացածը քիչ էր, բա հաջորդիվ ինչ են անելու մնացածը, հասկանում եք, երբ որ հանկարծ կոնյակի խնդիրն եղավ, ջերմուկն արդեն այդ խնդիրն ունի, ու տեն շարունակական։ Ու մենակ մի նայեք, որ Հայաստանից արտանվողի խնդիրն ունի, ներմուծողի խնդիրն ունես, բա որ եկուս միսուր ասեն, okay, մենք ձեզ վաճառում ենք հացամթերքը ամբողջությամբ բորսայի գնով։ Դուք պատկերացնում եք ինչ հարված է լինելու, ինչ սոցիալական ծանր հարված է լինելու։ Ասում ենք Նիկոլ ջան, գնացել ես Աբերջան բանի հետ, Թուրքիայի հետ կամ ադրբեջանցի հետ Սիլիբիլի ես գնում, դե փողը բերეთ հարցը լուծի, տարես ապրանքը ծախի, ես իարա են իարա։ Թուրքիան Ռուսաստանից է առնում հացամթերքը, ոնց է իրան բան տալու։ Կամ ինչ որ տենց բան կան, անհասկանալի հիմարներ կան, որ ասում է դե բանից Թուրքմենստանից կամ բանից Ադրբեջանից գազ կբերենք։ Դա հիմարներ դարի միասը։ Դուք պատկերացնում եք, որ այդ խողովակաշարը չկա։ Դուք պատկերացնում եք, որ օրինակ այդ Կասպից ծովը ոնց է Թուրքմենստանից գալու, Ռուսաստանը ոնց է թողելու, որ Կասպից ծովով անցնի ու բերեն Հայաստանին էժան գազ տան։ Կամ դուք ոնց եք պատկերացնում, Ադրբեջանն այսօր Ռուսաստանից է գազ առնում, քեզ էժան է տալու, կամ այսօր Ադրբեջանը միջինը որքանով է վաճառում։ Այսինքն օրվա կուրսով մուտիլովչիկներ։ Այսօր իրանց պետք է այդ սուտը խոսալ, փաստարկները դնում ես դեմը, վայ, անցավ գնաց։ Այդ են տարբերակն որ մեկին ասում ես լուցկի ունես, ասում է հա, ասում ես դու, ասում է վայ, չունեմ ու սկսում է ուրախանալ հիմարի ժպիտով։ Նույնն է սրանք են։ Այսինքն դուք կարծում եք, որ այդ տրիգերներն ամեն դեպքում լինելու են, այն մասին ինչ ասում է Ռոբերտ Քոչարյանը եւ ամեն դեպքում փողոցային պայքարի պատրաստվում է։ Եվ հաջորդիվ, այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ թուրքերի հետ ուղիղ թուրք պաշտոնյայի հետ նոր խոսում ենք, պայմանավորվում են Արշավ կաթողիկոսի մեր եկեղեցու դեմ։ Իսկ իմ համար հայի ամենամեծ բրենդը արժեքը դա այն է, որ մենք առաջի ազգ ենք, որ ընդունել ենք քրիստոնեություն եւ դրա պատճառով հալածվել ենք եւ այսօր բոլորը առավել քան վստահ եմ կամախմբի եկեղեցու կաթողիկոսի շուրջ։ Այս երրորդ տրիգերը, որ հնարավոր է որ նորից ժողովրդին համախմբեն ու վստահ եմ եւ փողոցային պայքարը կլինի եւ մյուսը կլինի։ Դրան գումարած նաեւ կա անկլավների խնդիրը, չմոռանանք։ Նիկոլ Փաշինյանը մենակ տալիս է։ Մի հարց ունենք, չէ՞ տալու, Բարձրաշենը երբ էս հետ բերում։
Արծվաշանը եթե հետ բերեց, նույն պահին պետք է Տիգրանաշանը տա, մենք պատրաստ ենք դրան։ Այդ նույն հարցերն է, այսինքն ինքը բաներ է խոստովարի, չի էլ բանակցը։ Պարզ էր, չէ, որ ինքը կարող էր նաև բանակցել, ասել եկեք գիտեք Արծվաշենի տարածքով այնքան է, ինչքան այսօր շատ այսպես ասած թվացial անկլավներ։ Անկլավների մենակ բանը չէ, իրանք անկլավներից ավել են խլում տանում։ Ես մի քանի օր առաջ Վրաստանի հետ էի վերադառնում, անկեղծ այդ ահավոր պատկերը իրանց ոսկեպար հատվածում, որ ադրբեջանցին բերել մեծ դրոշը, մեծ շատ մեծ դրոշը հատուկ արված հատուկ արել դրան գումարած այնպիսի իշխող դիրքեր է ինքը տվել չտա աստված ինչ որ լարվածություն լինի դու մոտարապես 5-ից 10 կիլոմետր հետ ես գնալու տենց ռազմական նշանակության դիրքերը դու ոնց ես տալիս այսինքն այդ բանակցությունները դու չես տեսնում որ վարեն այսինքն մենք ակնհայտ տեսնում ենք որ մի քանի խնդիրներ ռեալ կա եւ այս պարագայում նորից եմ կրկնում պետք է համատեղ լինի եւ փողոցային պայքարը եւ ազգային ժողովի պայքարը Պարոն Մանուկյան, բայց տեսեք, ասում են գոնե իշխանությունը վստահ է, որ դուք փողոց գեներացնելու ռեսուրս այլևս չունեք եւ սպառվել է այդ ռեսուրսը։ Եվ դրա համար է ասում է, որ հիմա ինչ անում ենք, այնուամենայնիվ լռություն է, փողոցները դատարկ են եւ այլն։ Դե այդ բնդման մեջ են իրանք ստում, որովհետեւ մենք հիշենք Բաղրամյան փողոցում, Ֆրանսիայի հրապարակում, հետո Սրբազան շարժման ժամանակ թվում է թե կմարի մարդիկ դուրս չեն գա, բայց ավելի մեծ քանակով դուրս են գալիս։ Ինչա տեղի ունենում։ Համատարած մարդկանց բռնում են, համատարած գործեր են հարուցում, այդ շրջանակում էլ եւ առաջնորդներին, այո, եւ առաջնորդ նույն Սրբազան շարժման ժամանակ ին վրա գործ են ուզում բերել կարել, որ ես ուզեցել եմ կարմիր բերետներին սպանեմ։ Ու այն պարագայում որ վիդեոները կա գալիս եմ իրանք են խփում ավտոմեքենային բան կիսում ավտոմեքենան ջարդեն քշում գնում ուզում էր գցել ավտոյի տակ սպանել տարել են ինձ բաժին չեն թողում փաստաբան գա պատգամավորներին չեն թողում մոտ գա վատացել էի շտապօգնություն չեն կաչում տիպա շտապօգնությունն եկավ նախաինֆարկտային վիճակ էր մոտոցի այդ եկե դա եղել էր իրանց այդ հիմար որ մարդ հասկանա ինքը բան չի արի իրեն ուզում են տանեն դատեն գիտակցում ես որ այդ ժամանակ հայրս հիվանդ երեխեքը փոքր հասկանաս իրանք ինչ ու տոտալ բոլորի նկատմամբ իրանք այդ արշավն անում են հիմա ինչի համար են իրանք պայքարում Նիկոլ Փաշինյանը չի պայքարում Ծառուկյան Գագիկի դեմ ինքը ընդդիմության օջախներին բոլորին ուզում է ոչնչացնել որովհետև տեսնում է որ ինքը ինչ վատ քայլեր է անելու հակահայ քայլեր է անելու եւ դրա համար մարդիկ նորից կգեներանան փողոց դուրս գան գնան իրենք հատուկ այս բոլորն անում վախի մթնոլորտն ավելի մեծացնելու դոզան մեծացնելու համար մի մեղադրանքի էլ կուզեի անդրադառնանք ուղղված ընդդիմությանը կա այդպիսի մեղադրանք որ խորհրդարան գնալով եւ մանդատ վերցնելով այնուամենայնիվ ընդդիմությունը լեգիտիմացնում է Փաշինյանին դուք իհարկե ասում եք որ այնտեղ մենք պայքարի այդպես մեր ուղղություններից մեկն է լինելու բայց իրենք ասում են լեգիտիմացրեց ընդդիմությունը Փաշինյանին Ես ճիշտ ասած այդ բնդումը չեմ կարողանում հասկանալ ու ընդունել որ լեգիտիմացրեցին ինչը լեգիտիմացրեցին մենք հստակ ասում ենք որ Նիկոլ Փաշինյանը կեղծել է ինքը լեգիտիմ չի ընդդիմության մեր տված ձայները լեգիտիմ ձայներ են քաղաքացին եկել անդրադեղամաս առանց բռնաճնշումների վախի մթնոլորտի կամ եսի ուրա մի այդ կաշառքի բաները որ լսում ես ծաղրդ գալիս է ես իրանք քանի որ ապացուցել են փաստերով որ բոլորը մոնտաժ են անում իրանք ապացուցել են որ իրանք գալու ծնվելու օրվանից սկսած իրանք կեղծում են ամեն ինչն են կեղծում փաստերը արդեն նույն պատկան մարմինների կատարած աշխատանքը դու կասկածի տակ ես դնում ամբողջությամբ կասկածի տակ ես դնում հասկանում եք երբ որ դու տեսնում ես որ սկսած հայտնի Տուշոնկա շոուի վիդեոները մոնտաժված էին ամենաառաջի էյֆորիայի ժամանակ վերջացրած Բագրատ Սրբազանի հայտնի զրույցները որոնք որ իրանք մոնտաժում էին կամ այս վերջի փաստը մեր դաշինքի անդամներից մեկը խոսում է իր տան արեստավորի հետ ասում ապրես ես քո ցավը տանեմ դու պրեմիա ունես բան բոլորս էլ կամ տես ինչ որ մի բան ասում ոնց որ էլի այսինքն ինչ ան քո տունը որ սիրուն լավ մեկը սարքում է քո սրտով ալնում բոլորս էլ գիտակցում են չէ՞ քո տան արեստավորին կարաս չգիտեմ 5000 դրամ ավել 10,000 դրամ ավել 10 կամ ասում ոնց որ ապան կանեմ քո թե ինչ այդ բերե սարքել են դրա կաշառքի թեմա ծաղրի առարկա ուղղակի էլի այսինքն մասնավոր զրույց մարդիկ չեն կարող ունենալ ուղղակի չեն կարող ունենալ հասկանում եք Այս երևույթները որ կա, ասում իրանք քանի որ գող առաջինը գողմա որ մյուսն է գողը, չէ, տրամաբանությունը իրենց հետևելն է, իրենք գիտակցում է շատ լավ հասկանում է որ ինքը չի ընտրվել կեղծել անդրությունները, ամեն ձևով կեղծել է։ Սկսած այն ուրիշ բան չեմ ասում, անհավասար
պայմաններից ես էլ եմ մի հատ ավականի Տիգրան Ավինյանն է։ Տիգրան Ավինյանի գլխին 100 հատ գործ կարող եմ ասել, որ պետք է հարուցեն, ոչ մի հատ չեն հարուցել։ Այդ արանքը ինչ որ անհասկանալի մեր հիմնարկի հետ կապված թղթեր են ուղարկում, գործ են հարուցում, բան են, գնում բացում կարդում, հասկանում ես ինչ ատում ես հիմարություն, բայց դու մի օր տանջում ես, որ հասկանաս մենակ այդ հիմարությունն ինչ են գրել։ Այսինքն քեզ մի օր զբաղեցնում են, որ դու չմնաս պայքարի մեջ։ Հիմա գամ բանին բնականաբար եւ մանդատ վերցնելու պարագայում թիրախ էր լինում ընդդիմությունը եւ չվերցնելու պարագայում էր թիրախ լինում։ Մեր պարագայում նաեւ շատ որոշիչ դեր է ունեցել թե մեծ ընդդիմադիր ուժի որոշումն ինչպիսին պետք է լինի։ Չէ՞ կարող ունենալ, որ մեծ ընդդիմադիր ուժը որոշել չի վերցնում, փոքր ընդդիմադիր ուժը որոշի, որ ինքը վերցնում է կամ հակառակը։ Այդ մեկ։ Երկրորդ խնդիրը որ կա, երբ մենք չենք լինում, դրա վառ օրինակները կա Վրաստանի խորհրդարանը կամ այլտեղ, գոնե վրացիների ընդդիմությանը եվրոպացիք տեղ են տալիս, գնում խոսում ինչ որ մի բան անում են։ Ինչ է լինում, ոչ մի բան։ Հետո մի հատ ուրիշ խնդիր էլ կա, ոչ մի իշխանություն, որ մենակ ինքը լինի այնտեղ, չի դադարեցնելու գործունեություն, շարունակելու իր գործունեությունը, որովհետև դրանից հետո կգա մի հատ ուրիշ ընդդիմություն։ Այդ ընդդիմությունը գտնի մանդատները վայր, այնց թող մի հատ ուրիշ ուտեն շարունակական կլինի։ Թող իրենք ասեն մի երկրում, որտեղ որ մանդատները վայր են դրել, ու այդ իշխանությունը չեն ընդունել կամ մնացածը։ Կեղծել են, այո, կեղծել են։ Պիտի գնաս իրանց երեսին նայես, ճպսնես իրանց դեմքին, իրանց ովրնել, իրանց թալանչի լինելը, իրանց ընտրակեղծարար լինելը, իրանց հակահայ քաղաքականությունը բոլորը պիտի գնաս ցույց դնես։ Ու կամ մի հատ ուրիշ զանգված էլ այն մարդիկ, ովքեր որ ձայն են տվել, ասում են ես իմ ձայնը տվել եմ, դու իմ ձայնով դարձել ես падգամավոր, մանդատ ունես դու ինչի համար չես գնում այդ կռիվը տալիս, բայց այդ մարդկանց ինչ պետք է պատասխան տաս։ Այսինքն կա երկու կողմ, վերցնելու պարագայում էլ է թիրախ, չվերցնելու պարագայում էլ է թիրախ դու։ Հիմա կռիվ տալու մասին։ Այո։ Պարմանական։ Կա տեսակետ, որ այս խորհրդարանում շատ ավելի թեժ է լինելու, նույնիսկ հրապարակումներ կան այն մասին եւ կանխատեսումներ կան այն մասին, որ լեզվակռվով չի սահմանափակվելու եւ հասնելու է ընդհուպ ձեռնամարտի, որովհետեւ ինչպես դուք ասացիք, սահմանադրության հարց կա լուծելու եւ բազմաթիվ այլ խնդիրներ ունեն, որ թերևս փորձելու են անցկացնել։ Ինչպես եք պատրաստվում։ Այն որ թեժ է լինելու, ես առավել քան վստահ եմ, որ թեժ է լինելու։ Այն որ դուք ասում եք, որ ձեռնամարտի կամ մյուսի հնարավոր լինի, եղել, այո, տեսել ենք, եւ դրա մեղավորը միշտ իշխանությունն է։ Ինչու համար ինքը ցույց է տալիս իր անկարողությունը, ինքը ցույց է տալիս իր բոբիկությունը, այսինքն ինքը ցույց է տալիս, որ ինքը ինչքան անճար է, որ դիմում է այդ գործին եւ ինչն է հետաքրքիր նախորդ խորհրդանում ցույց տվեց։ Իրանք չեն դիմում, իրանք կանչում են ՊՊՑ-ին, չգիտեմ, ոստիկանությունը, եկեք բռնեք, մենք կողքից շակալների պես հարձակվենք, խփենք կամ մի հատ ուրիշ մի բան անենք։ Այսինքն դա ֆիքսված փաստ է, մեկ։ Երկրորդը, բայց ինչից են որոշել, որ այդ կռվի արդյունքում, եթե լինում է դիտուժի ընդդիմությունը, այսինքն իրանց հույսը մենակ այն է, որ մարդկանց վրա գան մի բան սադրեն, իրանք ծեծ ուտեն կամ չուտեն, վախ մամաջան գորալով գնան ոստիկանություն ստից շար անեն կամ ընդդիմադիր падգամավորներին բռնեն, եթե իրանց քաղաքականությունը է դա, օքեյ, ընդունենք, որ այս մարդիկ դա անում են դրա համար, դա ամբողջությամբ, բայց ինչ է, երբ որ իրանց երեսին կանգնում, ասում են դու թալանչի ես, ես ուղիղ հարցեր եմ տալու, օրինակ այս թալանին ոնց եք վերաբերում, որ ձեր ԿՊ-ականն է թալանով զբաղվում, ոնց եք էսի սրբույի գալան, աղջի ջան, արի ստե հələ, այդ դու որ օրինակ մեկին մեղադրանք են առաջադրում, հելնում ասում ես, «Վсё, հանցագործա գնաս», բա Գևորգ Սիմոնյանը այն կոവിഡ്ի գործով որ գնում է, կարաս կանգնես հրապարակայնորեն, ասես որ ինքը թալանչի էր, կոռուպցիոներ էր, գրող էր, ցավ էր։ Դե հենա աղջի ջան։ Ուտես լիք օրինակներ, հենելու ես իրանց երեսին ուղիղ դու բացատրես, ասես ժողովուրդ ջան, դուք ասել եք որ ավելի լավ է մարդիկ ապրելու, հա, պրիմիտիվ բան, իրանք կաշառքեր, չէ՞ որ 10000 թոշակը բարձրացրեցին, առողջության ապահովագրություն դեռ 20-24 թվականին ներդնեին, իրանք հասկանում են, որ այդ ժամանակ դնեին, հետո սկսել են կրճատել, ոնց որ միայն կրճատելու խնդիրը առաջանալու, շուտ բերեցին կաշառքի տեսքով տվեցին ժողովրդին։ Այդ բոլոր խնդիրները, նաև մարդկանց սոցիալական խնդիրները պիտի հանես, ցույց դնես իշխանության ուղիղ ճակատին 10։ Նախորդ խորհրդարանը տարբերվել է նրանով, որ նաև իրանք հիմնական խնդիրը դրել են, որ ցավով եմ արձանագրում չկարողացան հասնել նրան, որ սրանք ռադները քաշեին Արցախի հանձնում կամ մյուս կորուստները չլիներ, բայց իրանք խնդիրը իրանք ազգային խնդիրներն էին դրել։ Նաև իմ կարծիքով պետք է միքս լինի ազգայինը սոցիալական խնդիրների հետ միասին։ Կարծում եք այս խորհրդարանում իրավիճակը
Այլ է լինելու։ Թեժ է լինելու, հետաքրքիր է լինելու ու համենայն դեպս ես մեր մասով ասում եմ, որ այն քաղաքացիներ շուրջ 150,000 քաղաքացի, որ ձայնա տվել Հայաստան դաշինքին, ինքը, այսինքն մենք պարզերես ենք լինելու։ Շատ ուղիղ եմ ասում։ Շնորհակալ եմ, սպասենք։ Ես էլ եմ շնորհակալ հավելքի համար։ Հիշեցնեմ, զրուցում էի Հայաստան դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։